կոնսոլիդացիա կա, մենք հենց այսօր կոնսոլիդացիայի ականատեսն ենք, այսինքն հիմա Սամվել Կարապետյանի դաշինքի շուրջ ձևավորում է լայն հասարակական կոնսոլիդացիա, նայեք։ Քիչ չի այդ միավորումը թվարկում է Էդգար Ղազարյանը ընդհանուր առմամբ գոհունակությամբ։ Կոնսոլիդացիան այս դաշինքի շուրջ բացառիկ է, գնահատում է նա։ 3 քաղաքական կուսակցություն դաշինքի մասին կազմում։ Այսօր ապրելու երկիրը հայտարարեց, բայց դրանից առաջ հայտարարությամբ հանդես եկել Հրանտ Բագրատյանի առաջնորդած Ազատություն կուսակցությունը, Ռաֆի Հովհաննիսյանի առաջնորդած Ժառանգություն կուսակցությունը, Կայունություն կուսակցությունը, Հժամ կուսակցությունը, դրանք անվերապահ աջակցել են միայն Սամվել Կարապետյանի դաշինքին։ Եվս 3 կուսակցություններ, Հայրենիք կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը եւ Վազգեն Մանուկյանի առաջնորդած կուսակցությունը հայտարարել են, որ իրենք ընտրություններին չեն մասնակցում, կողմնորոշելով իրենց ընտրողներին ցանկացած ընդդիմադիր ուժի, այդ թվում ենթադրում են նաեւ առաջին հերթին Սամվել Կարապետյանի ուժի։ Տեսեք արդեն կուսակցությունների քանի անուն թվարկեցի, սա կոնսոլիդացիայի բացառիկ դրսևորումը այս դաշինքի շուրջ։ Հիմա եթե կան այլ քաղաքական ուժեր, որոնք չեն աջակցում մեր դաշինքին, առանձին մասնակցում, ես էլի խնդիր չկա։ Մեր ցանկությունն է, որ իրենք անցնեն պարլամենտ, այսինքն եթե իրենք շեմ են հաղթահարում իրենց անհրաժեշտ թվով, իրենց ձայները չի կորում, իրենց օգտին դառած քվեն դառնում է իրենց համար մանդատ, դա նորմալ է։ Սակայն առկա է նաև վտանգը, որ որոշ քաղաքական ուժեր չեն գիտակցում, որ չհիմնավորված հավակնությունների պատճառով իրենք կարող են փոշիացնել ընդդիմադիր քվեն։ Դա ճշտամու, ես ընկալելու եմ որպես ճշտամություն, որովհետև այս պահին դա ճշտամություն է, որովհետև կարող է Նիկոլ Փաշինյանը ընտրողների ընդամենը 20%-ի վստահություն ունենալով այդ պարագայում մեծամասնություն կազմի խորհրդանում։ Հենց այդ որոշումների հետևանքով ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է այդ պատասխանատվությունը զգան եւ քաղաքական գործընթացը այն փուլում է, որ դեռևս ժամանակ կա, որպեսզի 4%-ը հաղթահարելու խնդիր ունեցող ընդդիմադիր կուսակցությունները հասցնեն գիտակցել այդ անհաջողության անխուսափելիությունը եւ վտանգավորությունը։ Բայց կա բացարկի ինստիտուտ։ Դա մայիսի վերջին է։ Ամեն ինչ դեռ չի, այսպես վերջնական չի։ Ես կարծում եմ հույս ունենալ, որ այդ ձեր ասած կոնսոլիդացիան ավելի կընդլայնվի։ Այո։ Շնորհակալություն, լավատես եք դուք այսինքն։ Ես կարծում եմ, որ մենք պիտի ոչ միայն լավատեսը, այլ մենք քաղաքական process-ի մեջ ենք։ Մենք պիտի շարունակենք աշխատելը, ոչ միայն մեր ընտրողների հետ, այլև մյուսների հետ։ Եթե նրանց մոտ տեսնում ենք, որ մեր գործընկերների մոտ չի ստացվում հաջողությանը, ապա անհաջողության նրանց ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ, որ իրանք անհաջող գտնվեն։ Եվ այսպես ներկայացվեց ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը, վերջից մինչև սկիզբ թվարկվեց, ընթերցվեց անուն առ անուն։ Առաջին հորիզոնականները նույնն էին, արդեն ծանոթ անուններով։ 30-րդ հորիզոնականից ներքև անունները հայտնի չէին, եւ դրանով իսկ նախատեսված էր հավատ ներշնչել, որ այդ մարդիկ որևէ կերպ դեռևս չեն հարատավորել իրենց բարի անունը։ Սկզբունք ունենք, պետք է մենք ունենանք այնպիսի ուժերի հետ դաշինք, այնպիսի ուժերի հետ համագործակցություն, որոնք պատասխանատվություն չեն կրում այսքան ժամանակ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, որևէ պատասխանատվություն նոր ուժերի հետ։ Այսքան լուսավորող Իմ կարծիքով կուսակցությունները, որոնք նոր են, ավելի մենք ազատ կլինենք, ժողովուրդը տեսել է արդեն բոլոր ուժերի ներկայացուցիչներին իշխանության ղեկին։ Եվ լավ, վատ, հրաշալի ղեկավարներ, ինչ որ ոլորտներում ունեցել ենք վատ ղեկավարներ, բայց մենք տեսնում ենք, որ մեր երկրին պետք է նոր ուժերի հնարավորություն տրվի, փոփոխություն արվի նոր կադրերով, որ հնարավորություն ունենանք։ Այսինքն այս քաղաքական ուժը որոշել է ամեն կերպ թարմ մարդկանցով ցուցակ ներկայացնել հանրությանը եւ այսօր անհայտ անունը ինքնին արդեն ուժ է, քանի որ այդ մարդը փաստորեն ոչ հներից է, ոչ էլ նորերից։ Երկրի 70%-ը փոփոխություն է ուզում, ասաց ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Ուժեղ Հայաստանը ակտիվ շրջում է մարզերում, 10-ից 7-ը ընդդիմադիր հայացքներ ունեն, ասում է իր դիտարկումը Նարեկ Կարապետյանը, բայց 7-ից 4-ը հիասթափված են բոլորից։ Ահա եւ լիովին նոր առաջնորդության կարիք կա ըստ նրա։ Սակայն 7-ից 4-ը հավատը կորցրել է, որովհետև մի անգամ հավատացել է Փաշինյանին, հավատը կորցրել է եւ մտածում է, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույն ձև են, բայց ուզում եմ մեր այդ հայրենակիցներին մի բան հիշեցնենք։ Մենք նոր ենք մտել քաղաքականություն, 8 ամիս է մենք քաղաքական process-ների մասնիկ ենք։ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական process-ների 8 ամիս է։ Մենք քաղաքական որևէ
ժառանգության այս պահին պատասխանատվություն չենք կրում եւ չի եղել բան, որ մենք ասենք, Կարապետյանը ասի եւ Հայաստանի համար չանի։ Ինչպես հայտնի է, Ուժեղ Հայաստանը հիմնականում մերժեց համագործակցություն այն ուժերի հետ, որոնք այսպես կամ այնպես համագործակցել էին ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ապրելու երկրի ղեկավարների անցյալում եւս կա այդպիսի համագործակցություն, բայց անցած տարիների ընդդիմադիր գործունեությունը վերջնականապես մոռացության էր մատնել դա։ Բայց դες չխանգարեց, այս թիմը ընդունեց դա ինչպես տեղի եկավ։ Նրանք ուզում են պատասխանատվություն կրած մարդկանց հետ չհամագործակցել։ Նախ ես պատասխանատվություն եմ կրել Արցախի համար, առիթ եղել է խոսելով, ես նախարարի պաշտոնը ստանձնել եմ Արցախի պատերազմության միջապես հետո եւ իմ հիմնական առաքելությունը եղել է ծառայել Արցախի ժողովրդին, այդ տեսանկյունից բազմիցս խոսել եմ, իսկ դրանից հետո սկսած 21 թվականից ես ապրելու երկիր կուսակցության շրջանակներում արդեն 5 տարի է պայքարում եմ այս իշխանության դեմ եւ այսօր չէ որ պետք է հանդես գան որպես ընդդիմադիր։ Ապրելու երկիր քաղաքական ուժն արդեն հայտարարեց, որ աջակցելու է Ուժեղ Հայաստանին։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ասաց, որ կա մի կարևոր օրակարգ, որը ընդհանուր է ապրելու երկրի եւ Ուժեղ Հայաստանի համար։ Խորհրդարանական ընտրությունները ընտրություն են հանձնելու եւ պայքարելու միջև։ Դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն, նշեց նա։ Նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի եւ Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում։ Եվ որպես ապագա իշխանություն, եւ որպես հայորդի, ում համար ազգային արժանապատվությունը եւ հայրենասիրությունը անձնական առաջնահերթություններ են։ Ռուբեն Վարդանը հաճախ ասում է. ամենավտանգավոր երևույթը անտարբերությունն է։ Հետեւաբար մենք չենք կարող լինել անտարբեր մեր հայրենիքի ճակատագրի նկատմամբ եւ շարունակում ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը։ Կհարցնեք, թե ինչպիսին է այս քաղաքական ուժի հաղթելու շանսերը, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Այստեղ գնահատում են, որ իրենց եւ իշխանության հաղթանակի շանսերը բավականին մոտ են։ Դե ինչ, ժամանակը քիչ է, իսկ Ուժեղ Հայաստանին սպասվում է ուժեղ պայքար։ Շակե Ավոյան, Հրապարակ։ Անհասկանալի սրտիկները մենք փոխարինել ենք մեր իրական հայկական սրտերը